Գործ առաջ մի գնացեք։ Երկու հատ կարելի է Որոշեցիք պարոն Հայրիկյան վերջապես։ Ավելի քան ակնհայտ է ու ակնհայտ է բոլորի համար, որ ցավոք սրտի մենք կանգնեցինք անհաղթահարելի խոչընդոտների դեմ հանդիման, որքան ես փորձեցի արհամարել կատարվածը եւ նույնիսկ երկրորդ օրը փորձեցի դուրս գալ, խախտելով բոլոր առողջապահական կանոնները, պարզվեց, որ բնությունը ավելի ուժեղ է, քան մեր ցանկությունը, եւ ես այս 10 օրը կորցրի, դուք բոլորը դրա վկան եք։ Ուրեմն այսպես կոչված նաեւ ճակերտավոր բարեկամներ կան, որ տվյալներ են տալիս Հայաստանի եվրոպացի ճակերտավոր բարեկամներ։ Ես որևէ բան չեմ գերագնահատի, բայց շատ ակնհայտ էր, որ մեր հետևողական աշխատանքները բավական լուրջ արդյունքներ են տալիս եւ եթե սկսել էինք գրեթե զրոյական վիճակում, ապա մի քանի օրվա ընթացքում հասել էինք 3-4%-ի, այդ օրը արդեն մենք ունեինք հիմնավոր տեխնացու համարվելու բավական բարձր մակարդակ։ Այս դեպքը, եթե կան մարդիկ, որ կարծում են նպաստեց, պիտի ասեմ, որ այդպես չէ։ Ընդհանրապես, երբ դու որևէ աշխատանքի համար վարպետ ես փնտրում, երբ տեղեկանում ես, որ այդ վարպետը վատառողջ է, նրանից հրաժարվում ես։ Այնպես որ կատարվածը գուցե իմ մասին խոսակցություններին նպաստեց, բայց իմ որպես նախագահի տեխնացու վարկանիշին չնպաստեց։ Հիմա ես մտածում եմ, որ ես ի վիճակի եմ այս օրենքով նախատեսված ավելացվող ժամանակի ընթացքում ոչ միայն կորցրածս վերականգնել, այլ նաև առաջ գնալ, որովհետև եթե մյուսներ ունեն ընդամենը աթոռի համար կռիվ, որ ես ավելի լավ կկառավարեմ, կամ ես ավելի շատ մարդկանց թույլ կտամ շաքար բերել եւ այլն, ապա ես գնում եմ համակարգային փոփոխությունների, ինչի գնացել եմ դեռ ամենանախնական փուլում։ Կատարվածի գնահատականը իմ գիտակցական գործունեության առաջին օրվանից մեր ժողովրդի թշնամիները աշխատել են մեր ժողովրդին մեկուսացնել ինձնից, իմ ընկերներից, մեր գաղափարներից։ Բոլշևիկյան տարիներին տանում էին բանդ, հետո աքսոր, հետո վերջում արտաքսեցին, Հայաստանի անկախության առաջին տարիներին պարավաքար, հետագայում կեղծիքներով, գրասենյակների վերացումով նույն բանը։ Այսօր ես ենթադրում եմ, որ հստակ ասելը դժվար է, ով։ Մինչև այս շրջանը ամեն բան անում էր կոմունիստական բռնապետության KGB-ն։ Այսօր հատկապես ով, ինչպես, բայց երբ ակնհայտ դարձավ, որ զրոյական տոկոս ունեցող Հայրիկյանը հանկարծ ունի 10%-ից ավելի եւ դա շարունակվում է սրընթաց, դա ինչ-որ մարդկանց կարծում եմ իզուր տեղը սուր անհանգստացրեց, որովհետեւ մինչև այսօր ես ոչ մեկին ցավ պատճառելու գործողություն չեմ արել, եթե ինչ-որ բան էլ կարող է որին մեկ ցավալի տվալ, ապա դա ժամանակավոր է, որովհետեւ հասարակական կյանքը առողջացնելու գործը օգտակար է նաև հանցագործի համար։ Ինչ վերաբերում է այսօրվա այս դիմումին, դուք երևի Facebook-յան իմեջում տեսել եք, որ ես նաև նկատառում ունեմ եւ որպեսզի դա չթվա գաղտնի 4 պատերի հետևում արված գործ, ես հրապարակավ դիմեցի մյուս տեխնատուներին, որովհետեւ ունեինք շատ գեղեցիկ արդյունքներ։ Առաջարկված է նաև լրագրողների մասնակցությամբ այդպիսի հարցում իրականացնել։ Եթե ժամկետը երկարացվում է, նույնիսկ եթե չերկարացվի, հարցում կարող ես անել, բայց պիտի չհրապարակես։ Այսինքն հրապարակային հարցում ենք անում, արդյունքներ ամփոփում եւ բոլորդ մասնակից եք դառնում այդ հրաշքի վկայությանը։ Այսինքն 3 ընդդիմադիր տեխնատուները միասին ունեն մոտավորապես 40%, բայց միավորվելով եւ միասնական թիմով ներկայանալու դեպքում ունենում են 40%։ Ես եւ հեռախոսազանգերով եմ խոսել նախնական ուղղակի հանդիպման մասին եւ առանձին նամակագրությամբ եւ ի վերջո որոշել եմ հրապարակային դիմել, որովհետեւ այս գործը ինձ չի վերաբերում, ոչ էլ Բագրատյանին ու Ռաֆի Հովհաննիսյանին։ Ես ուզում եմ, որ այս գործը կատարվի, եթե կատարվելու է, եթե մենք նաեւ տեխնատուներս արժանի ենք այդ միասնության կայացմանը, կատարվի հասարակության ուշադիր հայացքի տակ, որովհետեւ եթե դու իսկապես բարեկամ ես, պիտի նրան ում բարեկամություն ես ուզում անել, նրանից գաղտնիք չպահես։ Ես բոլոր տարբերակներին պատրաստ սկսել եմ այս գործը, սկսել եմ հաշվի առնելով, որ նրանք հաշվի կառնեն նաև այն, որ ես 96 թվականին
այդպեսի մի գործ արդեն արել եմ։ Եվ այդ գործը այն ժամանակ առաջ բերեց հզոր միասնական տեխնացու։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը իսկապես ուներ մոտ 60%։ Այսօր Սերժ Սարգսյանը չունի այդ 60 քանի տոկոսը։ 50-ից պակաս է, դե լրացուցիչ աշխատանքները չգիտեմ ինչ կտան։ Երկրորդ փուլը ակնհայտ կլինի, բայց միավորվելու դեպքում մենք առաջին փուլով շատ բան փոխում ենք։ Եվ այդ շատ բան փոխել ես նկատի չունեմ, որ հանրապետական կուսակցության պարլամենտական մեծամասնությունը պիտի վերանա։ Դա կվերանա նույն նախագահի պաշտոնի հետ, եթե իմ ծրագրերը աշխատեն, այսինքն նախագահի պաշտոնը կլուծարվի, պարլամենտն էլ կարձակվի, կազմակերպեն նոր ընտրություններ, բոլորովին նոր սկզբունքով։ Արժանի ենք մենք մեր ծերունդը իմ այս առաջարկած համակարգային փոփոխություններին։ Դա պիտի ցույց տա նաև ծերունդը, մեր ժողովուրդը, ու ցավոք սրտի այն իրավիճակն է, երբ 3 հոգուց շատ բան է կախված։ Դա մի կողմից առավելություն է, բայց մյուս կողմից, եթե այդ 3-ից մեկն անգամ ունի իրական ինքնասիրահարվածություն եւ ոչ նվիրվածություն, կամ դա իր բիզնեսն է քաղաքականության մեջ երևալ, մենք հաջողության չենք հասնի։ Ես այս ամենի մասին խոսելու իրավունք ունեմ եւ դուք էլ բոլորը դրա վկաներն եք կամ ձեր հայրերը։ Ես համակարգային փոփոխություններ առաջարկել եմ 70-ական թվականներին, որոնք իրականություն դարձան 90 թվականին։ Հաջորդ լուրջ համակարգային փոփոխությունը սահմանադրական բարեփոխումներն էին։ Դարձյալ ես եմ առաջարկել եւ գլխավորել։ Հիմա էլ ես գալիս եմ այդ հարուստ փորձառությունն ուսերից մի քայլ առաջ տանելու, եթե չասել մի կատարյալ մակարդակի հասցնելու Հայաստանի վարկն ու կշիռը ամբողջ աշխարհում։ Սահմանադրական դատարանը չի կարող դիմումը չընդունել։ Սահմանադրությամբ նախատեսված է, որ տեխնատուներից որևէ մեկի ճանապարհին անհաղթարելի խոչընդոտ հանդիպելու դեպքում նա պետք է ընդունի։ Ինչ ընթաց կտա սահմանադրական դատարանը ինքն է որոշելու, բայց ես համոզված եմ, որ սահմանադրական դատարանը իրեն չի դնի անհեթեթ վիճակի առաջ։ Ակնհայտ է, որ մարդու նկատմամբ մահափորձ է եղել։ Չնայած կան, գիտեք, չէ՞, այնպես անուշ երազողներ ասում են կրծքին կրակել են վախեցնելու համար, կրծքին կրակել են ռագատկայով։ Բայց այդ բոլորը ես դրան ուշադրություն չեմ դարձնում, որովհետև կա առողջապահական համակարգ, որը պարտավոր է ստույգ տեղեկություններ տալ։ Սահմանադրական դատարանի գործելակերպը ես նախապես չեմ գնահատի, մենք դիմում ենք եւ սահմանադրությամբ նշված կարգով իրենք պարտավոր են 4 օրվա ընթացքում արձագանքել։ Ես իմ տարածած հաղորդագրության մեջ այսօր առավոտյան նշել եմ, որ եթե կայանա մեր այդ համագործակցությունը, այդ դեպքում ես կարող է հաշվի առնելով այն դժվարությունները, որ այս հետաձգման պատճառով պիտի առաջանան, համարեմ, որ իմ անհավասար մասնակցությունը ընտրապայքարին փոխհատուցում է նրանով, որ ես այս պահից թիմով եմ ներկայանալու։ Եթե ոչ, ես պարտավոր եմ օգտվել սահմանադրությամբ իմ տրված իրավունքից, ոչ թե օգտվել, այլ ես պարտավոր եմ կատարել իմ պարտականությունը եւ քաղաքացիներին հասցնել այն, ինչ ուզում էի դարձնել իրենց սեփականությունը։ Ասում եք երկու օր առաջ, որ եթե լավանաց է առողջական վիճակը, հետ կվերցնեք։ Ես նախապես իմ համակիրների համար ասել էի, որ իմանան հետո անակնկալ չլինի իրենց համարում։ Այո, ես տալիս եմ, բայց մեկ, եթե այդ թիմն է ձևավորվում, ապա ես դա կարող եմ համարել բավարար, որ այդ 10-օրյա կորուստը համարեմ ոչ այնքան էական, եւ երկրորդի մասին ես չեմ խոսել, որովհետեւ երկրորդը նշանակում է ես պիտի հաստնեմ 3 օրվա ընթացքում, 4 օրվա ընթացքում անել այն, ինչ մյուսներն արել են 10-12 օրվա ընթացքում, մի քիչ դժվար է դրան հավատալ։ Բայց հենց սկզբից ասեմ, որ ես իսկապես մտահոգ եմ, որ մեր պետությունը լրացուցիչ ծախսերի տակ պիտի ընկնի, նոր քվեաթերթիկներ պիտի տպագրվեն, բացի այդ մեծ քանակությամբ դա կարող է նաև օգուտ լինի մեր պետության համար, բայց այդ տեսակետի չեմ նայում։ 1000-ից ավելի մարդիկ եկել են Հայաստան որոշակի ժամանակացույցով եւ նրանց բոլորի համար անհարմարավետություն եմ ստեղծում։ Ես կուզեի, որ այդ ամենը չլիներ, բայց այդ ամենից վեր կա ժողովրդավարություն։ Իսկ ժողովրդավարություն նշանակում է տերորիստը չպետք է կարողանա տեխնատուներից մեկի կարողականությունից, նրա հնարավորություններից զրկել ժողովրդին, մանավանդ եթե այդ մարդը եղել է հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումների հիմքում։ Պարոն Հայրիկյան, հաշվի առնելով առաջին արձագանքները ձեր ներկայացրած կոչին, հիմա հնարավորություն տեսնում եք տեխնատուների համախմբման համար։ Հաշվի առնելով առաջին արձագանքները իմ հրապարակային կոչին, հրապարակային որևէ լուրջ արձագանք դուք դեռ չեք տեսել, հետեւաբար ես պիտի ազնիվ լինեմ ձեզ հետ, առայժմ լավատեսություն ներշնչող շատ քիչ բան կա։ Բայց ես հիշում եք, ասում եմ, որ ես ունեմ նաև մեկ այլ ծրագիր, իմ այդ մեկ այլ ծրագիրը
արդեն կապված է նրա հետ, որ ես ուրեմն պիտի գնամ մինչև վերջ, այսինքն ժամկետը երկարացնում եմ եւ փորձում քաղաքացիական համագործակցություն ստեղծել։ Այն ինչ որ ժամանակին սկսեց ԱԻՄ-ը, երբ դեռ կուսակցություն չէր։ ԱԻՄ-ը քաղաքացիների միավորում էր, որի մեջ տարբեր կուսակցություններից, հիմնականում կոմունիստական կուսակցություն եւ ազգային միացյալ կուսակցություն, մարդիկ էին համախմբված հանուն քաղաքական նպատակի։ Երբ ձերբակալեցին երկու անձանց, տարբեր խոսակցությունների առիթ եղավ։ Ներողություն, ես այդ գործի մասին չեմ խոսի, առանց այն էլ այդ գործով շատ շեղեցին մերոնց ուշադրությունը։ Ուրիշ ինչ հարց կա։ եղել է, ճանաչել եք։ Ուրեմն այդ գործի մասին ես չեմ խոսում։ Երկու շաբաթից հետո կարող է նաև դիմեք նոր ընտրությանը, թե դա բացառվում է։ Ես սկզբնական փուլում հաշվի առնելով այն, որ հանցագործները բացահայտված չեն եւ դա մեծ դավադրություն էր, այսինքն խոսքը միայն չէր գնում ազգային գործիչ, անկախության խորհրդանիշ Հայրիկյանին վերացնելու մասին, այլ նաև Հայաստանում նոր իրավիճակ ստեղծելու մասին, ես կտրականապես բացառել էի նոր ընտրությունների հնարավորություն, այսինքն եւս մեկ անգամ հետաձգելու հնարավորությունը։ Հիմա էլ շարունակում եմ մնալ հակված այդ տեսակետին, բայց գիտենք, որ կանանավորված մարդիկ կան, մնում է գտնել պատվիրատուներին եւ այդ պատվիրատուների պատվիրատուներին։ Այդ դեպքում ես կարող եի 100%-ով ասել, որ չէ, չեմ շարունակի։ Հիմա թույլ տվեք այդ հարցի մասին մի փոքր վերապահումով խոսել։ Նախ եղել եմ շատ վճռական, որ ես տերորիստների գործիքը չեմ դառնա, բայց երբ տերորիստները արդեն բացահայտված են, նշանակում է իրավիճակը մի քիչ փոխվել է։ Առայժմ ես գնում եմ ընդամենը երկշաբաթյա երկարացման եւ կրկնում եմ, բացառված չի, որ որոշակի իրավիճակում ես նույնիսկ դա չերկարացնեմ։ Մի խնդիր էլ կա, որի մասին չի ուզել խոսել, բայց ասեմ։ Եթե ես տեսնում եմ, որ քարոզարշավին մասնակցել չեմ կարողանում, միշտ չի որ ես պիտի վաղուց դուրս գրված լինեի հիվանդանոցից։ Երևի դա էլ կարող է պատճառ դառնալ, որ ասեմ լավ, այս անգամ առանց ինձ։ Բայց դրա մասին չշտապենք։ Շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Benim